Բարի գալուստ բուժատետեր միշտ տեսանյութին անցնել է գրեք թե որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Դուք համոզված եք, որ ձմերուկը ճիշտ եք ուտում։ Մարդկանց 99.9%-ը ամենամառ կատարում է 3 մահացու սխալ, որոնք ձմերուկը վիտամինային օգտակար ռումբից վերածում են դանդաղ գործող թույնի։ Ինչու է սա կարևոր։ Սովորական փորլուծությունը, սրտխառնոցը կամ ամառային չակերտավոր թունավորումները 90% դեպքերում ոչ թե վատ ձմերուկի, այլ մեր սխալ սովորությունների արդյունքն են։ Այսօր կիմանաք, թե ինչու չի կարելի ձմերուկը հացով ուտել, որ մասն է ձմերուկի ամենավտանգավորը եւ ինչպես այն վերածել իրական բժշկի ձեր օրգանիզմի համար։ Եվ այսպես ամենամեծ սխալները եւ թունավորման ռիսկերը։ Սխալ առաջին՝ կեղև եւ բակտերիալ ռումբ։ Մարդկանց մեծ մասը ձմերուկը բերում է տուն, դնում սեղանին եւ անմիջապես կտրում կամ լավագույն դեպքում թեթևակի ցողում է սառը ջրով։ Սա սարսափելի սխալ է։ Ձմերուկը բաց դաշտում շփվում է հողի, կենդանիների արտաթորանքների, կեղտոտ ջրերի հետ։ Այնուհետև այն անցնում է տասնյակ ձեռքերով, բեռնատարների, պահեստների եւ փոշոտ շուկաների միջոցով։ Կեղևի վրա ապրում են միլիոնավոր վտանգավոր բակտերիաներ՝ սալմոնելլա, իշերիխիա եւ լիստերիա։ Երբ դուք անցկացնում եք դանակը կեղևի միջով, դանակի սայրը այդ բոլոր մանրէները մեխանիկորեն ներս է տանում եւ քսում է թարմ քաղցր միջուկին, որը մենք ուտում ենք։ Ձմերուկի հյութը բակտերիաների համար իսկական դրախտ է։ Նրանք այնտեղ բազմանում են կայծակնային արագությամբ, քանի որ ձմերուկը շատ քաղցր է։ Իսկ ինչպես է պետք ճիշտ անել։ Ձմերուկը կտրելուց առաջ պետք է լվանալ հոսող գոլ ջրի տակ, ցանկալի է օճառով կամ սննդային սոդայով եւ խոզանակով, ապա պետք է սրբել մաքուր սրբիչով։ Երկրորդ սխալը, որը հաճախ թունավորումների պատճառ է դառնում, սառնարանային թակարդն է եւ խաչաձև վարակումը։ Կտրած ձմերուկը բաց վիճակում սառնարան դնել է առողջական հանցագործություն է։ Ձմերուկի բաց, խոնավ եւ շաքարով հարուստ մակերեսը գործում է որպես հզոր մագնիս սառնարանի բոլոր մանրէների համար։ Տեղի է ունենում այսպես կոչված խաչաձև աղտոտում։ Հարևանությամբ դրված հումիսը, լվացված բանջարեղենը կամ նույնիսկ սառնարանի պատերին առկա անտեսանելի սնկերը օդի միջոցով անցնում են ձմերուկի վրա։ Բացի այդ, շատերը ձմերուկը սառնարանում թողնում են 3, 4 եւ նույնիսկ 5 օր։ Արդեն 24 ժամ անց այդ միջուկը դառնում է տոքսիկ եւ թունավոր։ Եթե դուք ուտելուց զգում եք թեթևակի թթվաշ, համ կամ կպչուն տեքստուրա, կպնում է մատերին, անմիջապես պետք է դեն նետել ձմերուկը, քանի որ այդ դեպքում դուք արդեն թույն եք ուտելու։ Ինչպես ճիշտ անել։ Կտրելուց հետո ձմերուկի մակերեսին դրեք ապակյա ափսե, այնուհետև կիպ փաթաթեք սննդային թաղանթով կամ տեղավորեք փակ տարայի մեջ։ Սառնարանում ձմերուկը կարելի է պահել առավելագույնը 1-ից 2 օր։ Հաջորդ սխալը՝ ուտել մինչև վերջին միլիմետրը նիտրատային վտանգ։ Ձմերուկի ամենահամով մասը, ինչպես գիտենք, միջուկն է, կենտրոնինը, բայց շատերը խնայողության կամ սովորության համաձայն կրծում են կարմիր միջուկը մինչև վերջ հասնելով սպիտակ կեղևին։ Մենք գիտենք, որ ձմերուկի սպիտակ հատվածը նույնպես շատ օգտակար է, սակայն այստեղ կա մի շատ կարևոր վտանգ։ Ձմերուկի աճի արագացման համար օգտագործվող քիմիական պարարտանյութերը, նիտրատները անհավասարաչափ են բաշխվում պտղի մեջ։ Ինչպես սեխի դեպքում, ձմերուկի դեպքում եւս այդ նիտրատների 80%-ը կուտակվում է հենց կեղևի եւ դրան հարող սպիտակ անգույն հատվածի մեջ։ Եթե դուք ուտում եք նաեւ ձմերուկի այդ սպիտակ հատվածը, դուք ձեր օրգանիզմ եք ներմուծում նիտրատների հսկայական դոզա։ Օրգանիզմում էլ դրանք վերածվում են նիտրիտների, որոնք արգելափակում են արյան մեջ թթվածնի տեղափոխումը, առաջացնում են սուր թունավորում, սրտխառնոց, գլխապտույտ եւ վնասում լյարդը։ Կերեք միայն վառ կարմիր հյութեղ մասը։ Թողեք առնվազն 1-2 սանտիմետր կարմիր շերտ կեղևի վրա անվտանգության համար, քանի որ այսօրվա ժամանակահատվածում պարարտանյութերի նիտրատների պակաս գրեթե չկա։ Եվ մեծ է հավանականությունը, որ ձեր կերած ձմերուկը եւս պարարտացվել է վտանգավոր նյութերով։ Եվ վերջապես 4-րդ սխալը՝ ձմերուկի գնումը փողոցից եւ կտրած վիճակում։ Երբեք մի գնեք ձմերուկ, որը վաճառվում է անմիջապես ճանապարհների եզրին գետնին դրված։ Ձմերուկի կեղևը մեծ արագությամբ ներծծում է մեքենաների արտանետած գազերը եւ ծանր մետաղները, օրինակ կապար։
Էլ ավելի վտանգավոր է շուկայում վաճառողի առաջարկով ձմերուկի վրա եռանկյունի կտրելը, հասունությունը պարզելու համար կամ կիսած ձմերուկ գնելը։ Վաճառողի դանակը հաստատ ստերիլ չէ, մաքուր չէ, այն օրվա մեջ հարյուրավոր անգամներ դրվում է կեղտ հոտ մակերեսներին։ Այդպիսի կտրվածքով ձմերուկը շոկ եղանակին 30 րոպեում վերածվում է բակտերիաների ինկուբատորին։ Գնեք միայն անվնաս կեղևով ձմերուկներ։ Ուշադիր եղեք, որ այն ճաքած չլինի։ Գնեք ձմերուկներ, որոնք պահվում են գետնից բարձր տաղավարներում։ Այժմ խոսենք ձմերուկի արգելված համադրությունների մասին։ Ինչի հետ չի կարելի ուտել ձմերուկ։ Գիտեմ, որ դուք այստեղ զարմանալու եք, բայց պետք է խոսենք դրա մասին։ Ձմերուկ եւ հաց կամ թխվածքաբլիթ։ Սա հայկական դասական սխալն է։ Ձմերուկը ուտել հաց ու պանրով։ Ձմերուկի շաքարները հացի խմորիչի հետ ստամոքսում սկսում են բուռն խմորում, եւ դրանից հետո արդյունքը լինում է փորափքանքը, գազերը եւ մարսողության դժվարացումը։ Նաև մեկնաբանությունների հատվածում նշեք, արդյոք ձմերուկը հաց ու պանրով եք ուտում։ Նկատել եք այսպիսի ախտանշաններ։ Հաջորդը՝ ձմերուկ եւ աղի մթերքներ, պանիր, չիփս, թթու։ Ձմերուկը ջուր է, աղը պահում է ջուրը։ Եթե ուտում եք ձմերուկ եւ պանիրը մեծ քանակությամբ, առավոտյան կարթնանաք այտուցված դեմքով եւ աչքերով, իսկ ճնշումը կթրջի վերև։ Հաջորդը՝ ձմերուկ եւ կաթնամթերք։ Ձմերուկից անմիջապես հետո կաթ կամ մածուն խմելը ստամոքսում իսկական պայթյուն է առաջացնում։ Ձմերուկը եւս չի կարելի համատեղել կաթնամթերքի հետ, ինչպես չի կարելի համատեղել սեխը։ Ոսկե կանոն. առհասարակ ձմերուկը առանձին ուտվող մթերք է, այն պետք է ուտել մյուս սնունդներից 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո, առանձին չխառնելով որևէ այլ ճաշատեսակի հետ, հատկապես յուղոտ մթերքների հետ։ Ինչպես տեսողական կերպով առանց դանակի տարբերել նիտրատային ձմերուկը բնական առանց քիմիկատների ձմերուկից։ Շուկայում կամ խանութում ձմերուկ ընտրելիս ուշադիր զննեք կեղևը։ Քիմիկատներով հարուստ պտուղները ունեն մի քանի հստակ արտաքին նշաններ։ Առաջին՝ կեղևի փայլ եւ նախշ։ Բնական առանց քիմիկատների ձմերուկի կեղևը պետք է լինի անփայլ։ Եթե ձմերուկը չափազանց փայլուն է եւ կարծես մոմապատ լինի, դա կարող է վկայել աճի խթանիչների մասին։ Բացի այդ, նիտրատային ձմերուկների վրա մուգ ու բաց շերտերը հաճախ լավ արտահայտված չեն, նախշը կամ լղոզված է կամ ընդհանրապես բացակայում է։ Հաջորդը՝ հողային բծի գույնը։ Ձմերուկի կողքի վրայի այն բիծը, որով նա պառկած է եղել հողին, բնական հասունացման դեպքում պետք է լինի վառ դեղին կամ նարնջագույն։ Իսկ եթե այդ բիծը բացարձակ սպիտակ է կամ թեթևակի կանաչավուն է, ապա նշանակում է, որ պտուղը հավաքել են չհասունացված վիճակում եւ այն քիմիկատներով, քիմիական ներարկումների միջոցով հասունացրել են։ Եվ խոսենք ձմերուկից թունավորման առաջին ախտանշանների մասին։ Ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս ուտելուց 2-ից 6 ժամ անց։ Մարսողական սուր խանգարում, սաստիկ սրտխառնոց կառաջանա, փսխում, որովայնի շրջանում սուր կծկումային ցավեր եւ հաճախակի փորլուծություն։ Նիտրատային տոքսիկոզի նշաններ՝ շուրթերի, եղունգների կամ մաշկի թեթևակի կապտավուն երանգ, ընդհանուր թուլություն, սոսկալի գլխացավ, գլխապտույտ, աչքերի առաջ մթագնում, մկանային թուլություն եւ մարմնի ջերմաստիճանի թեթևակի բարձրացում։ Առաջին օգնությունը տան պայմաններում, ստամոքսի լվացում։ Խմեք 1-1.5 լիտր գոլ մաքուր ջուր։ Կարելի է ավելացնել մի փոքր կերակրի սոդա։ Փորձեք փսխում առաջացնել, կրկնեք սա այնքան ժամանակ, մինչ ստամոքսի դուրս եկող ջուրը լինի բացարձակ մաքուր։ Ստամոքսը դատարկելուց անմիջապես հետո ընդունեք ակտիվացրած ածուխ, 1 հապ մարմնի յուրաքանչյուր 10 կգ քաշի հաշվարկով։ Փորլուծությունն ու փսխումը արագ ջրազրկում են օրգանիզմը։ Խմեք մեծ քանակությամբ հեղուկ, բայց փոքր կումերով։ Եվ ինչ չի կարելի անել։ Մի ընդունեք փորլուծությունը կանգնեցնող դեղեր թունավորման առաջին ժամերին։ Փորլուծության միջոցով օրգանիզմը փորձում է ինքնամաքրվել, իսկ այդ դեղերը կպահեն թույնը աղիքներում, վատթարացնելով վիճակը։ Եվ բնականաբար այս ամենին զուգահեռ պետք է դիմել բժշկի։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք, թե հետևյալ սխալներից որոնք եք կիրառում, որոնք ոչ։ Գրեք նաև, թե ինչպես եք ուտում ձմերուկը, ինչ համադրությունների հետ եք այն սիրում։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։